Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ սրտամկանի սուր ինֆարկտի ստենտ կյանքի համար ծրագիրն ընդլայնվել է։ Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու։ Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտներով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել պետական պատվերով, եթե նրանց կլինիկական բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին։ Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստենտավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական որոշ խմբերի շահառուների համար։ Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը։ Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի ստենտ կյանքի համար ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել եւ ստենտավորվել է, գրել է նախարարը։